34 տարի անց վերջապես գտնում են այն մարդուն, ով սպանել է 4 աղջկա, սակայն նա մնում է անպատիժ։ 1991 թվականին Տեխասում երկու ընկերուհի 17 տարեկան աշխատում են սրճարանում։ Երբ որ սրճարանը գալիս է փակելու ժամը, մոտավոր 10:30-11-ին նրանք սկսում են հավաքել սեղանները, բացի մեկ սեղանից, որտեղ նստած են լինում ըստ ականատեսների տղամարդիկ։ Դրանից հետո նրանց միանում է աղջիկներից մեկի 15 տարեկան քույրը, ինչպես նաև նրա 15 տարեկան ընկերուհին։ Այսինքն 4 աղջիկ մնում են սրճարանում, սպասելով որպեսզի հաճախորդը դուրս գա, քանի որ դրանք աշխատում էին մինչև վերջին հաճախորդը։ Սրճարանի դռան վրա լինում են բանալիները, եւ որոշ ժամանակ անց, երբ որ բոլորը լքում են բացի այդ սեղանից, տղամարդիկ փակում են դուռը, աղջիկներին ստիպում են, որպեսզի նրանք գնան խորդանոց, նրանց հանվածնում են, ապա կապում եւ իրենց իսկ հագուստը դնելով նրանց բերանի մեջ ուղակի գլխից կրակում։ Հետո ամբողջ տարածքը վառում են եւ փախնում դեպքի վայրից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ աղջիկներին ոչ միայն հանվածել, կապել են, այլ նաեւ նրանցից երկուսին բռնաբարել են, որից հետո սկսում է հետաքննությունը։ Հետաքննության արդյունքում ձերբակալում են 4 տղաների, որոնք ասում են մենք այդ օրը իրար հետ եղել ենք լրիվ այլ տեղ ու կապ չունենք այս ամենի հետ։ Քանի որ չի լինում ոչ մի տեսախցիկ, ոչ մի ապացույց, տղաներին բաց են թողնում եւ ուղիղ 10 տարի անց, երբ որ նոր հետաքննություն է սկսում, արդեն լրիվ ուրիշ ոստիկանական կազմով, գործը նորից բացվում է ու այդ 4 տղաներին նորից կանչում են իրենց մոտ։ Տղաներից երկուսը ասում են, որ իրենք կապ չունեն, իսկ մյուս երկուսը ընդունում են, որ նրանք են սպանել աղջիկներին։ Տղաներին ձերբակալում են, մեկին ցմահ իսկ մյուսին մահապատժի։ Այս տարի պարզվում է, որ այդ ամեն ինչը կեղծ էր։ Այսինքն այն ոստիկանները, որոնք գործը նորից էին բացել, նրանք ուղղակի ցանկանում էին գործը շուտ փակել, դրա իսկ պատճառով տղաներին ստիպել են, որպեսզի ընդունեն մեղքը եւ այդ ամենի պատճառով տուժել են երկու անմեղ տղա։ Այս ամեն ինչին գալիս է մյուս վարկածը, որը հետեւյալն է։ Այդ տարիներին կար սերիական մարդասպան Ռոբերտ անունով, ով հայտնի էր անչափահաս երեխաներին առևանգելու, բռնաբարելու, ինչպես նաև նրանց սպանելու դաժանորեն, ու Ռոբերտի հետ կապված կարող եմ առանձին տեսանյութ պատրաստել, եթե կցանկանաք, կարող եք գրել մեկնաբանություններում, բայց գործը հետեւյալն է։ Ոստիկանները գնում են, որպեսզի Ռոբերտին ձերբակալեն, եւ Ռոբերտին ձերբակալելու ժամանակ նա ինքնասպան է լինում։ Այսպիսով հանցագործը մնում է անպատիժ։